Հայրենասեր Սյունեցին ուրիշ է։ Ցավոք սրտի մեկ այլ հայրենասեր Սյունեցի Արթուր Սարգսյանը շարունակում է զրկված մնալ ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու, որովհետև Արթուր Սարգսյանը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի քաղաքական ուժի ուղիղ հրահանգով Ֆարխոյանի դատավորությամբ շարունակում է մնալ կալանքի տակ, այն Ֆարխոյանի, որ ամիսներ շարունակ քաղաքական իշխանության պատվերը կատարելով բազմաթիվ մեր հայրենակիցների պահում էր կալանքի տակ, եւ երբ որ այլևս օրենքը այնքան ակնառու էր, որ չէր կարող կալանք կիրառել տնային եւ այլն միջոցներ, քաղաքացիական պայմանագիրը որոշեց, որ Ֆարխոյանը ոնց որ թե այն դատավորը չի։ Եվ իրականում այս 2-3 օրվա կառավարության ծրագրի քննարկումը գործադիրի մասին չէ։ Գործադիրի մասին չէր եւ իրականում բացահայտումն էր այս քաղաքական իշխանության 8 տարվա ռեպրեսիվ այն համակարգի, որը փաթեթավորվում է ժողովրդավարության բաստիոն, հազար ու մի տեսակ թիթիզ զանուններով, բայց խորքում ուղղակի դիկտատորական է։ Խորքում ուղղակի այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը պարզում է, որ բյուջեն մսխվում է, ուրիշ մսխումները դեռ մի կողմ եմ թողում, հազարավոր ոստիկաններ, քննիչներ, դատավորներ, ԱԱԾ, հազարավոր ուժայիններ անիմաստ փող են ստանում, ավելի արդար կլիներ բյուջեի օրինակ 2027 թվականի նախագծում ուժային կառույցների հետ ամբողջ գումարը ներկայացվեր Նիկոլ Փաշինյանի աշխատավարձ, որովհետև այդ բոլորի տեղը զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս ամբիոնից 2 օր շարունակ դատական համակարգի դեմ տոտալ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի քիչ ցածր։ Դատական համակարգի դեմ այն սպառնալիքները, որ տեղում էր Նիկոլ Փաշինյանը, ուղղակի աբեկցությունից այն կողմ չի կարելի ուրիշ ձև կոչել։ Այս ամբիոնից 2 օր առաջ տեղի ունեցավ պարբերաբար կրկնված երևույթները։ Այստեղ նոր խորհրդարանի գործընկերներ, հատկապես ուժեղ Հայաստանի գործընկերներ։ Մենք այստեղ նստած էինք, Նիկոլ Փաշինյանը այստեղ էր։ Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցներ մեր ձևով։ Ու մեր աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը սկսեց SMS-ներ գրել։ Այն ինչ որ եղել է, մեր աչքի առաջ այստեղ Նիկոլ Փաշինյանը SMS-ները գրում էր ու գնաց։ Ինչ օրենք, ինչ օրենսգիր, ինչ իրավական պետություն։ 2 օր առաջ Լևոն Քոչարյանի արդարացի դիտողությանը, արդարացի հարցին հետևեց Նիկոլ Փաշինյանի այս ամբիոնից հրահանգը ուժային ամբողջ համակարգին։ Հետևեց հրահանգը ամբողջ ուժային հավաքարկին, որ գլուխները պատով կտամ, եթե այս ամբիոնից հնչեցրածը դուք չիրականացնեք։ Ու արդեն հստակ էր, որ առավոտյան մենք հանդիպելու ենք այն ամբողջ այլանդակությանը, ինչի ականատեսը եղանք 3։ Չեմ ուզել նա ծալքերի մեջ անդրադառնալ։ Չեմ ուզել նա նույնիսկ անդրադառնալ նախագահ Քոչարյանի դեմ այս նոր փուլը արշավի, որովհետև հաղթած նախագահը, պատերազմում հաղթած նախագահը հաղթել է նաև անցնող 8 տարիներին։ Չի ընկրկել բանտարկությունից, չի վախեցել եկել է հայրենիք պատասխան տալու, ձերբակալվել է, կալանքի տակ է մնացել, ազատ արձակվել, իր ոտքով նորից բանտ է գնացել։ Այս փորձությունն էլ է անցնելու։ Իր ընտանիքը որևէ վարքյան
չի փախել ռմբակոծվող Արցախից։ Մնացել է մինչև վերջ։ Լևոնն էլ անստել։ Սետրակը այս փորձությունն էլ կանցնի։ Տիկին Բելան ընտանիքը այս փորձությունն էլ կանցնեն։ Բայց ես խոսելու եմ մի ահավորության մասին։ Անկեղծ ասած երեք մինչև գիշերը 3:04-ն էր դատարանի բակում էինք հակակոռուպցիոն, վերադարձել եմ չէի կարողանում քննել։ Գիտեք, իմ 57 տարվա կյանքում ես շատ բան եմ տեսել Հայաստանում։ Շատ անարդարություն եմ տեսել Հայաստանում։ Դատական համակարգի բոլոր ժամանակներում էլ այլանդակություն եմ տեսել։ Տեսել եմ ողնաշարով դատավորներ։ Այդ թվում իմ դատավորը ժամանակին Ծարիկ Մինասյանին հարցրեք իր հարազատ քեռինա, որը հակառակ իշխանության բոլոր ճնշումներին դաշնակցության դեմ որևէ մեղադրանք դատավճռով չկայացրեց։ Բայց երեք դիմում եմ այստեղ ԿՊ պատգամավոր կանանց հատկապես։ Կանայք, որոնք ունեն մանկահասակ երեխեք, երջանիկ լինեն բոլորը։ Երեք Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք։ Հայր, մայր, երկու քույրեր։ Քույրերից մեկին, որը 3 անչափահաս երեխայով միայնակ մայրը, դատարանը առանց աչքը թերթելու, ես դատավորին պատկերացնում, մեկ էլ հիշում օրը Նիկոլ Փաշինյանը գոռում էր ու միանգամից որոշումը կայացնում է։ Կալանք տեսակցություններ մենակ անչափահաս երեխեքին, պատկերացնում եք կանանց գաղութ 8-9 տարեկան երեխեն մտնում է մենակով քայլում է։ Լավ, կասեք կհակադարձեք, լավ տատին կպահի։ Չէ, 74 տարեկան տատին էլ են կալանք տալիս։ 74 տարեկան տատին։ Իսկ աղջկան գիտեք ի՞նչ են կալանք տվել։ Իբր 98 թվականին 18 տարեկան աղջիկ երեխեն այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ։ Բայց դատավորը խելագարությամբ միջնորդություն էլ կհաստատի, որտեղ ինքը հիշում է, որ այս ամբողջ Նիկոլ Փաշինյանը գոռում էր լրիվ վրա։ Լավ տատին էլ անստած, կասեք մյուս քույրը կպահի։ Չէ, բայց մյուս քրոջներն են անչափահաս երեխեքի մոր կալանք տվել։ Կալանք տվել։ Աստված մի արածե հեռու բոլորի տղամարդիկ լսեք, հորը տվել են տնային կալանք, պատկերացնում եք այդ մարդու վիճակը, տնային կալանք, որ նույնիսկ իրա թոռներին չի կարող այցելի, այսպիսի բան մեր երկրում, ոչ թե Հայաստանի անկախ հանրապետությունում, խորհրդային Հայաստանում չի եղել, երեք դատարանի բակում տասնյակներով ոստիկաններ կային, գետիններն էին մտել, անկեղծ մութ էր, ռիսկով կարում էին ասել մի մանուկյան, չգրված օրենք կար, ընտանիք երկու անդամի չեն բռնում, մեր երկու աղջիկ երեք տարել են կալանքի, Տիկին Բաթոյան խոսում եք կանանց իրավունքների մասին, մի հատ ՀԿ-ի բարձրաձայնում տեսել եք ցավի սիրտ եմ ասում, որտեղ գլխատվել է 8 տարին հասարակական սեկտորը, խոսացող չկա, ինչ կանանց իրավունքներ, ինչ բռնություն, լավ էլ սրանից ենքով խելագարության սահման չկա մեր երկրում, հասկացեք քաղաքական մեծամասնություն, դուք էլ եք գերի մի մարդու ձեռքը, երկիրն է գերի, դատական համակարգն է գերի, ԱՀԾ-ն է գերի, այդ քննիչներն են գերի, որոնք ամեն նոր թողում դուրս են գալիս այդ ծառայությունից, որտեղ մարդը մի հատ գիծ ունի, որ սահման չի կարող անցնի, իրականում հանգիստ չեմ կարող խոսեմ, ժողովուրդ, այն ինչ որ երեք կատարվել է, Սետրակ Քոչարյանի 2 ամսով կալանքը բան չի, մայր, երկու քույր տարել են կալանքի։ Սիրելի հայրենակիցներ, ու այս ամեն ինչը արվում է բոլորիդ վախեցնելու համար։ Ես գիտեմ, որ շատերդ վախենում եք։ Ես գիտեմ, որ շատերդ վախենում եք գործ կորցնելուց, բռնվելուց, հարևանին, բարեկամին բռնվելուց, ծնողները վախենում են իրենց երեխեքից, որոնք քաղաքական պայքարի մեջ են։ Բայց հիշեք, Այս գալույա բոլորիս տները, ու դիմում եմ ԿՊ խմբակցության կին պատգամավորներին,
Այսօր իրիկուն որ տուն գնաք, հիշեք 3 կին 74 տարեկան տատի Ավարտեք, պարոն ու Մանուկյան։ 2 նրա դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում։